Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Ազգային արժույթի առկայությունը որոշիչ գործոն է երկրի տնտեսական անկախության եւ ֆինանսական ճկունության համար։ Վրաստանի ազգային արժույթը լարին մեր երկրի տնտեսական եւ սոցիալական կայունության ամուր հենասյունն է, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին լարիի շրջանառության մեջ մտնելու 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով ազգային արժույթը զարգացման մեջ ճանապարհ է անցել եւ տարիների ընթացքում տարբեր անվանական արժեքների թղթադրամներն աստիճանաբար կատարելագործվել են։ Իր գոյության 3 տասնամյակի ընթացքում ազգային արժույթը զարգացման մեծ ճանապարհ է անցել։ Տարիների ընթացքում թողարկվել եւ փուլ առ փուլ կատարելագործվել են տարբեր անվանական արժեքի լարիի թղթադրամներ։ Դրանց վրա պատկերված ազգային խորհրդանիշները, պատմական դեմքերը եւ մշակութային տարրերը մինչ օրս ամրապնդում են մեր ազգային ինքնության զգացումը եւ լցնում մեզ հպարտությամբ։ Վրաստանի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանի ազգային բանկին, դրա ղեկավարությանը եւ յուրաքանչյուր աշխատակցի երկրի ֆինանսական կայունության ապահովման, նաեւ ազգային արժույթի զարգացման եւ ամրապնդման գործում ունեցած իրենց հատուկ ներդրման համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախագահ Կավելաշվիլիին ուղղված շնորհավորական նամակը ողջունելի է։ Հատկապես կարևոր է այդ նամակի բովանդակությունը, որը ընդգծում է Միացյալ Նահանգների եւ Վրաստանի կառավարությունների միջև ինտենսիվ գործակցության կարևորությունը, նաեւ տնտեսական գործակցության նշանակությունը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով զարմանալի է, թե ինչու Միացյալ Նահանգների դեսպանատունը չի հրապարակել նախագահ Թրամփի նամակը։ Մենք ակնկալում էինք, որ մեր ռազմավարական գործընկերը կնպաստի տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը, ազատ առևտրին, այդ թվում նպաստավոր սակագնային պայմանների համաձայնեցմանը։ Ճիշտ այն, ինչի մասին մենք խոսում էինք, նախագահ Թրամփը հայտարարել է որպես իր արտաքին տնտեսական հիմնական նպատակ։ Այդ նամակից հետո դեսպանատունը նախագահ Թրամփի շնորհավորանքը հրապարակելու փոխարեն տեղադրեց ինչ-որ անհասկանալի գրառում, որը վերաբերում է վրացական երազանք կուսակցությանը, ինչը թողնում է տպավորություն, որ ցանկություն կար ստվերելու նախագահ Թրամփի դրական ուղերձները։ Պապուաշվիլին հիշեցրել է, որ երբ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ելույթ է ունեցել կոնգրեսում, նրանք առաջարկել են այդ ելույթի վրացերեն տեքստը եւ տարածել։ Հետևաբար Վրաստանի խորհրդարանի խոսնակը զարմանալի է համարում, որ դեսպանատունը, որը պետք է ներկայացնի նախագահին, չի հրապարակել այդ նամակը։ Այդ առիթով Պապուաշվիլին բացատրություն է պահանջել։ Ավելի վաղ Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որ իշխող վրացական երազանք կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դանիգանի հետ։ Այդ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին պետք է լսեր Թրամփի վարչակազմի ուղերձը։ Պետք է ընդգծվեին այն քայլերը, որոնք կարող է ձեռնարկել Վրաստանի կառավարությունը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնման հարցում իր մտադրությունների լրջությունն ի ցույց դնելու համար, նշված է դեսպանատան հաղորդագրությունում։ Հունգարիան աջակցում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցության գործընթացին ոչ միայն քաղաքականապես, այլև տեխնիկական օգնության եւ ուսումնական ծրագրերի միջոցով։ Մենք արտոնություն ունենք լինել ձեր ձայնը Եվրամիությունում, երբ նրանք ցանկանում են ձեզ մեկուսացնել կամ լռեցնել։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի Եվրամիության հարցերի նախարար Յանոշ Բոկան Հունգարիայում Վրաստանի դեսպանատան կողմից կազմակերպված անկախության օրվա միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։ Նրա խոսքով Վրաստանը եւ Հունգարիան գիտակցում են ինքնիշխանության եւ անկախության կարեւորությունը։ Մենք ձեզ հետ ենք թե լավ, թե վատ օրերին։ Մենք դա անում ենք, որովհետև շատ առումներով շատ մոտ ենք միմյանց։ Մեր երկու ազգերն էլ գիտեն ինքնիշխանության եւ անկախության կարեւորությունը եւ մենք գիտենք, որ դրանք հեշտությամբ չեն գալիս եւ անվճար չեն լինում։ Մենք գնահատում ենք մեր արմատներն ու արժեքները։ Մենք երկուսս էլ եվրոպացի ենք եւ ոչ թե որովհետև ինչ-որ մեկը հաստատել է դա, այլ որովհետև դա եղել է ավելի քան 1000-ամյակ։ Մենք հպարտ ազգեր ենք եւ ուզում ենք մնալ այն, ինչ կանք։ Յանոշ Բոկան Վրաստանին խաղաղություն եւ բարգավաճում է մաղթել ու հույս հայտնել, որ առաջիկա տարիներին իրենց գործընկերությունն ավելի կամրապնդվի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները կշարունակվեն։ Մասնավորապես հունիսի 2-ին Ստամբուլում կողմերի միջև նոր հանդիպում տեղի կունենա։ Էրդողանը նշել է, որ այս պահին Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր հնարավորություններն Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Մասնավորապես ակտիվորեն շփվում է հակամարտության երկու կողմերի հետ։ Անկարան բարբերաբար կապ է պահում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։ Այս ֆոնին Էրդողանը լիահույս է, որ կողմերի միջև ուղիղ երկխոսությունը այնուամենայնիվ կշարունակվի եւ հունիսի 2-ին Ստամբուլում
տեղի կունենան Ռուսաստանի առաջարկած բանակցությունները։ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ Թուրքիան գալիք շաբաթ Ստամբուլում սպասելու է Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակություններին եւ պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը։ Անկարան ակնկալում է, որ նախատեսվող բանակցությունները կնպաստեն կրակի դադարեցմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական բանակցություններին թուրքական ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունը։ Թուրքիան կշարունակի մաքուքային դիվանագիտությունն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն Ուկրաինայի երկօրյա այցի նախօրեին։ Մենք անկեղծ ջանքեր ենք գործադրում խաղաղության հասնելու համար։ Մենք երկիր ենք, որը կարող է մեկ շաբաթվա ընթացքում մեկնել նախ Ռուսաստան, ապա Ուկրաինա։ Սա հարգանքի շատ կարևոր նշան է մեր երկրի եւ մեր նախագահի հանդեպ։ Փորձում ենք օգտագործել այդ հնարավորությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Թուրքիայի արտգործնախարարը Կիև այցելելուց առաջ մայիսի 26-ից 27-ին եղել է Մոսկվայում, որտեղ նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ֆիդանը նաև բանակցություններ է վարել նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ֆիդանը Մոսկվայում հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը ընդունելու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը եւ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Սաուդյան Արաբիան շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, եւ Իրանը կշարունակի իր եղբայրական հարաբերությունները ու թույլ չի տա որևէ խախտում այդ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ի պատասխան Մեդինայում հաջի ուխտագնացության ժամանակ Իրանի քաղաքացու ձերբակալման հետ կապված որոշ հարցերի, Իրանի արտգործնախարարը նշել է, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հարցը ներկայում ուշադրության կենտրոնում է։ Ես կապի մեջ եմ հաջի կազմակերպության իմ գործընկերների հետ ապահովելու համար, որ իրանցի ուխտավորների Սաուդյան Արաբիա ուղարկելու գործընթացում որևէ խափանում չլինի։ Իրանը շատ լուրջ է վերաբերվում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել էին Սաուդյան Արաբիայում Իրանի քաղաքացու ձերբակալման մասին, որն այնտեղ էր մեկնել որպես ուխտավոր։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ավստրիայի ներքին հետախուզական ծառայության զեկույցը Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ, պահանջելով Վիեննայից պաշտոնական բացատրություն տալ այդ մեղադրանքների վերաբերյալ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայեին պաշտոնական բացատրություն է պահանջել Ավստրիայի կառավարությունից երկրի ներքին հետախուզական ծառայության կողմից Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ կեղծ հաղորդագրության համար։ Ավստրիայի ներքին հետախուզական ծառայությունը զեկույցում պնդել էր, որ Իրանը ակտիվորեն հետապնդում է միջուկային զենքի ծրագիր եւ ընդլայնում է իր հրթիռային հնարավորությունները։ Իրանի խոսնակը հերքել է պնդումը, այն համարելով կեղծ եւ անհիմն, որը ներկայացվել է միայն այն պատճառով, որ այն նպատակ ուներ ստեղծել լրատվական մթնոլորտ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Հետևաբար այն զուրկ է որևէ հավաստիությունից կամ վավերականությունից, ասել է Բաղայեին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններից գործարարների պատվիրակության միջազգային հոլդինգ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ կառավարիչ տնօրեն Սայեդ Բաշար Շուեբի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրատնտեսական, հարաբերությունները ընդլայնվում են։ Նշվել է Ալիևի Արաբական Միացյալ Էմիրություններ եւ նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի Ադրբեջան այցերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Կողմերն ընդգծել են, որ Ադրբեջանում ստեղծվել է բարենպաստ գործարար եւ ներդրումային միջավայր, ինչպես տեղացի է, այնպես էլ արտասահմանցի գործարարների համար։ Այս առումով Ադրբեջանի նախագահը գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ընկերությունները նույնպես ներդրումներ են կատարում Ադրբեջանում բազմաթիվ ոլորտներում։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել ներդրումների, արդյունաբերության, այդ թվում հանքարդյունաբերության եւ այլ ոլորտներում գործակցության հեռանկարների վերաբերյալ։ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի պետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքը ժամանել է Ադրբեջան։ Այս մասին Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հաղորդագրություն է տեղադրել X-ի իր էջում։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Հյուդո Գևարան դեսպանատան շենքում հանդիպել է պետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքի եւ պետդեպարտամենտի Եվրոպայի հարցերի ավագ խորհրդական White Talk-ի հետ։ Դեսպանատունը նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները բանակցություններ կվարեն Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ երկկողմ կապերի ամրապնդման, տնտեսական զարգացման խթանման եւ տարածաշրջանային կայունության ապահովման նպատակով։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։